Բարեդեսելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 5-ն է 2026 թվական։ Ուշադրությունը մեր երկրի նկատմամբ այսօր նույնպես շարունակվում է, որովհետև Երևանում այսօր մայիսի 5-ին ընթացող Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Հայաստան-Եվրամիություն համատեղ հռչակագիր 44 կետանոց, դա ձեզ համար չեմ ընթերցի այդքանը, ուղղակի հասկանանք ինչ է տեղի ունենում, Անտոնիո Կոշտան է անդրադարձել Եվրոպական խորհրդի նախագահը, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Եվրամիության հանձնաժողովի նախագահը, դրանց բոլորին կանդրադառնանք, բայց ի վերջո մի բան ի սկզբանե հասկանանք, ինչ է տեղի ունենում։ Որքան էլ մենք ասենք, որ Նիկոլ Փաշինյանը մեզ Եվրոպա չի տանում, դա գիտենք, դա նորություն չի, մենք շատ լավ ենք հասկանում, նաև գիտենք Ռուսաստանի հետ նրա հայտարարությունները, բայց խնդիրը դա չի, խնդիրն այն է, որ Եվրոպան է ասում, որ ձեր առաջ բացում ենք ճանապարհ, ստորագրում ենք փաստաթղթեր, որոնք կմնան դարակում, եթե մենք քայլ չանենք, եթե քայլ կանենք, արդեն կանենք պատրաստի փաստաթուղթը կյանքի կոչելու ուղղությամբ։ Եթե այս գագաթնաժողովը, որը տեղի ունեցավ Հայաստանում, դրանից հետո այն մթնոլորտը, այն ամեն ինչը, որ եկան Հայաստանին առաջարկություններ են անում, ասում են ձեր առաջ ճանապարհը բաց է։ Եթե դրանից հետո Նիկոլ Փաշինյանը մեկը Ռուսաստանի հետ խաղեր տա, սա կլինի հերթական գագաթնաժողովը, որը անցնում է որևէ մայրաքաղաքում ու վերջ։ Դա հենց որևէ էական փոփոխություն չի լինի։ Բայց եթե ցանկություն կա քայլ անելու Հայաստանի կողմից, դա էական ձևով միսուարիում կստանա։ Մեր հասարակության 50%-ից ավելին ցանկացած սոցիոլոգիական հարցումով պատկերացնում է մեր երկրի ապագան եվրոպական ընտանիքում, բայց չի տեսնում կոնկրետ գործնական քայլեր անողներին։ Իշխանությանը չի վստահում, որովհետև գիտե իշխանությանը մեր շան հայա գնում, մեր չգիտե սուր բոլորին հայա ասում, եւ դեպի Եվրոպա տանող հաստատակամ քայլերով չի տեսնում այն ուժը, որին կվստահի, բայց այն պեսիմիստների, որ ասում են դե Եվրոպան մեզ չի սպասում, դուք տեսնում եք, որ սպասում են, այն էլ ինչ ձևով են սպասում, եթե մենք քայլ չենք անի, այլևս մեղավորը մենք ենք, եթե մարդիկ կային, որոնք հիասթափված էին, ասում են դե ինչ անենք, էլի գնանք ընտրության, արդյունքում մեկը ով է մեզ Եվրոպա տանելու, շատ հիասթափված ենք այդ ամեն ինչից, դա խոսքից գործի չի անցնելու, նույնիսկ եթե ընտրություն կատարենք կոնկրետ մեզ Եվրոպա տանող ուժի օգտին, մեկ այդ ճանապարհը չկա, որովհետև մենք Եվրոպայից այդ ազդակները չենք ստանում։ Հիմա ստանում եք այդ ազդակները, վերջ։ Ուրեմն խնդիրն այն չէ, որ դա պետքա Նիկոլ Փաշինյանն անի, խնդիրն այն է, որ պետքա մեր հասարակությունն անի առաջիկա իր ընտրությունով։ Եվ մեկ էլ որ ասում ենք էականորեն տարբերվելու է 2026 թվականի ընտրությունները 2021 թվականից եւ չի հաջողվելու իշխանությանը զուտ մեխանիկորեն կրկնել, այսինքն Քոչարյան 2 ծրագիրն անել, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանին ասում էին ընտրենք, Քոչարյանը չգա, կամ Քոչարյանին ընտրենք Նիկոլ Փաշինյանից ազատվելու համար։ Այդ նույն սցենարը իշխանությունները ամեն ինչ արեցին, որ կրկնվի նաև Քոչարյանին փոխարինի Սամվել Կարապետյանը, բայց սցենարը լինի նույնը։ Բայց ասում են, որ 21 թվականի ընտրության վրա արտաքին քաղաքական ազդեցություն չկար, որքան էր, որ տարբեր քաղաքական ուժեր տալիս էին այս կամ այն երկրի ղեկավարի անունը, թե իբր թե իրանք աջակցություն են ստանում նրանից կամ ինչ-որ բան։ Բայց 2022 թվականին ուկրաինական պատերազմից հետո չկա տենց պետություն, որտեղ լինի ընտրություն եւ արտաքին քաղաքական գործոնը չլինի խիստ կարեւոր։ Ընդգծված անունը դնենք միջամտություն, անունը դնենք երկրի ներսում գոյություն ունեցող տրամադրությունների արտահայտություն, փաստա, որ տեսնում ենք, որ եւ Ռուսաստանն է ցանկանում ուղակի տեսնել այստեղ իր համար ցանկալի իրավիճակ եւ արևմուտքն է ցանկանում տեսնել իր համար եւ անունը ինչ ուզում ես դրեք, մեկը տեսնում է, որ դա տեղի ունենում է մեր աչքի առաջ։ Իսկ դա հնարավորություն է տալիս ճիշտ կողմնորոշվել, դա հնարավորություն է տալիս, որ հասկանալ, այո, դա այդպես էլ պետքա լիներ, երբ որ ամեն օր դրա մասին ասում են դե լավ է, ուրա։ Հիմա տեսնում եք ուրա, այն էլ ենք տեսնում, նշանակում է շատ լրջորեն անելիքներ կան այս ուղղությամբ։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտա Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համատեղ հայտարարությունների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.
Այսօր Եվրամիության կողմից հայտարարություն է ընդունվել, որով կոչ է արվում տնտեսվարողներին ներդրումներ անել Հայաստանի տնտեսության մեջ նախորդող ողջ շրջանում անկախությունից ի վեր։ Հայաստանը համարվել է ներդրումների ռիսկային գոտի։ Սա նույնպես պատմական նշանակություն ունեցող փաստ է, որովհետև նախկինում երբեք մենք նման կոչ, նման ուղերձ չենք հղել, չենք լսել մեր շատ միջազգային գործընկերներից։ Այսինքն, եթե նրանք կոչ անեն, եթե մարդիկ վստահ են, եթե նրանք ներդրում անեն Հայաստանում, դա շահելու է Հայաստանը։ Ի վերջո, անգամ Ադրբեջանը, որ շատ շահագրգռված է, որ Հայաստանում ընտրվի Նիկոլ Փաշինյանը, այդ նույն Ադրբեջանը, որ հասկանում է, որ ընտրությունների արդյունքում կարող է այլ ուժեր լինել եւ պայմանավորվածություններ խախտեն, բայց նույն Ադրբեջանն ասում է, մենք չենք ցանկանում փաստաթուղթ ստորագրել Փաշինյանի հետ, մենք ցանկանում ենք փաստաթուղթ ստորագրել հայ ժողովրդի հետ, այսինքն Հայաստան պետության ժողովրդի հետ, որպեսի վաղը մյուս օրը դա լինի անդառնալիք, չգա մի ուժ, որը դա վերանայի։ Այսօր էլ եթե Եվրոպան ինչ-որ մի հարց Հայաստանի հետ ստորագրում է, նա ստորագրում է Փաշինյանի հետ, բայց արդյունքում նա այդ ազդակները ուղարկում է Հայաստան պետությանն ու հայ ժողովրդին, այսինքն նրա հետ է աշխատելու, այսօր մի իշխանություն է, վաղը ուրիշ իշխանություն է։ Ի վերջո Վրաստանն էլ 13 թվականին, երբ որ ասոցիացիան համաձայնագիր ստորագրեց, ի վերջո որոշակի քայլեր արեց դեպի այդ ուղղությամբ։ Նույնիսկ այս հետընթացի պայմաններում էլի Վրաստանը մեզնից առաջ է, որովհետև բավական քայլեր էր արած։ Այսօր իր ամոթ իշխանությունը վերանայի իր քայլերը, շատ ավելի կարճ ժամանակում ինքը կարողանա Եվրամիության անդամ դառնալ, քան Հայաստանը։ Մենք պետք է ձգտենք, որ գոնե ինչ որ ձևով մոտ լինենք այդ նույն քայլերին մասնակից լինելու առումով։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտա, սա արդեն իր հայտարարությունն է, Նիկոլ Փաշինյանը նրանց անունից ասեց։ Հայաստանը դարձել է Եվրամիության եւ Ասիայի միջև փոխկապակցվածության հանգույց։ Շատերը մտածում են, որ մեր աշխարհագրական դիրքը այդքան էլ բարենպաստ չի, որ մշտապես ասում են, որ Եվրոպան լավ էլ հետաքրքրված է այս տարածաշրջանով, լավ էլ հետաքրքրված է Հայաստանով, լինելով Եվրոպան այստեղ նայա կապողողակ դառնալու Թուրքիա, Ադրբեջան, նայա կապողողակ դառնալու Իրան եւ դեպի հյուսիս, եւ իրան շատ լավ էլ հետաքրքրում է դա, առավել եւս ընդհանրապես համագործակցության փաստաթուղթ ստորագրելու մասին չէ։ Սովորաբար Եվրոպան չի ասում եկան միացան ինձ, ասում է ընդլայնում։ Այսինքն մենք ընդլայնվեցինք, հասանք Հայաստանին։ Մենք մեր տեղը մնում ենք, իրանք են գալի։ Եվ այդ պարագայում նրանք շատ լուրջ ռազմավարական դիրք են գրավում, երբ որ իրանք Հայաստանը դառնում է այդ ընտանիքի անդամ։ Իսկ ինչի պետքա շահագրգռված չլինեն։ Շատ ավելի կարևոր է, որ շահագրգռված լինեն, որտեղ եթե շահագրգռված չլինեն, զուտ հայտարարություններից ենքոն ոչինչ չի անցնի, բայց մենք հասկանում ենք, չէ աշխարհաքաղաքական այս իրավիճակում ակնհայտորեն իրանք շահագրգռված են։ Մենք էլ տեսնում ենք, որ Ամերիկա-Իրան հարաբերությունները այսօր էլ եթե նույնիսկ հրադադար լինի, միևնույն հարցը լուծված չի։ Տևական ժամանակ մենք անհանգստություն ենք ունենալու լինել Իրանի հետ նորմալ հարաբերություն ունեցող երկիր եւ լինել Ամերիկայի հետ գործընկեր երկիր, ոնց ենք դա համադրելու Սյունիքում։ Դա միշտ խնդիր է լինելու մեզ համար։ Իսկ այդ դեպքում ամենանորմալ իրական տարբերակը Եվրոպայի հետ գործընկերությունն է, որտեղ այնուամենայնիվ Եվրոպան ինչքան էլ հակասություն ունենա Իրանի հետ, այդպիսի անտագոնիզմ չունի Իրանը Եվրոպայի նկատմամբ, ոչ թե Եվրոպան Իրանի նկատմամբ։ Այսինքն Հայաստանում եվրոպական գործընկերությունը այտենց կատեգորիկ կերպով մերժելի չի Իրանի կողմից։ Մենք դա էլ պետք է հաշվի առնենք, չէ՞։ Եվրամիությունը Հայաստանի եւ ավելի ընդգրկուն տարածաշրջանի համար խոշոր ու երկարաժամկետ գործընկեր է հանդիսանում։ Ավելի ուժեղ տրանսպորտային էներգետիկ փոխկապակցության միջոցով մենք կարող ենք վստահություն խրախուսել, աշխատատեղեր ստեղծել, հարևաններին մերձեցնել համատեղ բարեկեցության միջոցով, որը տևական խաղաղության ամենից արդյունավետ հիմքն է հանդիսանում։ Երեկ մենք ապրեցինք պատմական շատ կարևոր պահ, երբ առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Իհարկե Անտոնիո Կոշտային ասենք, որ մի քիչ որ ոգևորվում են, այս ամեն ինչը դարձնում են բաժակաճառ։ Ինչի մասին է խոսքը, այս մարդը ինչ ասում, Հայաստանում տեղի ունեցավ, առաջին անգամ Հայաստանում տեղի, բա որ երրորդ անգամ պետք է տեղի ունենար։ Որ դա եղել է Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ 2022 թվականին, որոշել են տարվա մեջ 2 անգամ տարբեր երկրներում մասնակցեն, բայց Հայաստանում առաջին անգամ որ 2022 թվականից այսքոմ երկրորդ անգամ պետք է լիներ,
Երբ որ այդ բոլոր երկրները չեն սպառվել, եւ անգամ դա չի վերաբերվում միայն Եվրամիության անդամ պետություններին, այլապես ինչ գործուն էին գտեղ մենք, ինչ գործունները տեղ Ադրբեջանը, որտեղ անցնելու է 28 թվականին։ Մի քիչ ասածները տենց շատ ճոխացնում են բաժակաճառ սարքում, բայց մարդիկ դրան ուշադրություն են չէ դարձնում։ Դա ընդհանրապես վերջերս ստեղծված կառույց է։ Հայաստանը որերորդ անգամ պետք է անցկացներ։ Երբ առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Այսօր տեղի ունենում եվրոպական երկրորդ պատմական իրադարձությունը պատմության մեջ առաջին գագաթնաժողովը Եվրոպական միություն եւ Հայաստանի միջև։ Մենք նաեւ սերտորեն համագործակցում ենք անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում, խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում, համատեղ ջանքեր գործադրելով հիբրիդային սպառնալիքների դեմ։ Անշուշտ մեզ համար շատ կարևոր է պաշտպանել սեփական ճակատագիրն ընտրելու հայ ժողովրդի ազատությունը։ Դուք կարող եք հույս դնել այն բանի վրա, որ Եվրամիությունը այս ճանապարհը կանցնի ձեզ հետ միասին։ Այսինքն ինչով դա պետքա մեզ համար ընդունելի չլինի։ 2022 թվականի ներողություն 2004 թվականին երբ որ Վրաստանի հեղափոխությունից հետո վարդերի որ մեր առաջ ճանապարհ էր բացվում երբ որ խոսում էին Եվրամիության մասին ՆԱՏՕ-ի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցության այն ժամանակ հասարակության 1%-ն անգամ այդ տեսակետը չուներ ասում են դուք ինչի՞ց եք խոսում այդ ինչ եք ասում այդ հետ խորհրդային մթնոլորտը մնացել էր մեր երկրում իսկ այսօր Հայաստանում այդ մթնոլորտն է Չմեռանք, չէ, ապրեցինք, հասանք այդ օրվան, որ այսօր նայում ենք եւ հասարակության մեծամասնությունը դրա կողմնակից է եւ դրսից իրական ազդակներ ենք ստանում։ Մնում է ընտրել այն քաղաքական ուժը, որը գնա ընտրությունների եւ իրական գործնական քայլեր անի այդ ուղղությամբ, ոչ թե խաղեր տա մի օր Եվրոպայի հետ, մի օր Ռուսաստանի, մի օր Իրանի, մի օր Թուրքիայի, մի օր Ադրբեջանի։ Հայաստանը հանդիսանում է առանցքային հենասյուն հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում, ինչպես նաև հարավային Կովկասի միջոցով Եվրոպան կապում է Կասպից ծովի եւ Կենտրոնական Ասիայի հետ։ Այդպիսին է մեր տարածաշրջանների պատմությունը եւ այդպիսին է նրանց ապագան։ Ահա, ինչպես տեսնում եք, այդ Հայաստանի աշխարհագրական դիրքը ինչքան կարեւոր է նման կարգի ծրագրերի համար, ներողություն։ Իսկ հիմա Ուրսուլա ֆոն դեր Լեյեն, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն։ Մենք այստեղ ենք Հայաստանում, որպեսզի ցույց տանք, որ Եվրոպան մեկ մեծ եւ լայն ընտանիք է, կապված նույն շահերով, բախվելով նույն մարտահրավերներին։ Մատակարարման ուղիները փոխվում են եւ հարավային Կովկասում կապակցվածության եւ Կենտրոնական Ասիայի կապի մեջ Հայաստանը կարևոր դեր է խաղում։ Հայաստան Եվրամիություն առաջին գագաթնաժողովի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մի հատ մյուս հայտարարությունը մի հատ էլ արդեն գագաթնաժողովի հետ կապված։ Հայաստանը եւ Եվրոպական միությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ։ Մենք լավ առաջընթաց ենք գրանցել Հայաստանի եւ Եվրոպայի միջև վիզաների ազատականացման հարցում։ Իհարկե պետքա ի նկատի ունենալ, որ վիզաների ազատականացման հարցը շատ լավ է հնչում, բայց դեռ այդ բանակցությունները դեռ չի նշանակում արդեն հարցը կարգավորվել է, ինչքան է փաստաթուղթ ստորագրել։ Որովհետև ի վերջո մենք տեսանք, որ Վրաստանը այդ փուլը մեզանից առաջ անցավ, հետո քաղաքական հարցերում իր կողմնորոշումը դեպի Ռուսաստան եղավ եւ սկսեցին հերթով տարբեր կատեգորիաների համար մերժել վիզաների ազատականացումը։ Ի վերջո մենք պետք է հասկանանք հետեւյալը. Ռուսաստանը Հայաստանի միջոցով չի կարողանալու ազատ մտնել Եվրոպա։ Եվրոպացիները, եթե իրանց դարպասը մեր առաջ բացեցին, պետք է ակնկալեն, որ մեր առաջ Ռուսաստանի առաջ մեր դարպասը համենայն դեպս պետք է ինչ-որ չափով սահմանափակվի։ Եթե դա չարվեց, Ռուսաստանի համար Եվրոպա մտնելը դարձավ Հայաստանի միջոցով տրանզիտ, շատ արագ Հայաստանի դռները կփակեն, կամ նույնիսկ չեն բացի, մինչև այդ պայմանը Հայաստանը չկատարի։ Այս կարգի հարաբերություններով Ռուսաստանի հետ դա չի լինելու, պետք չի ժողովրդին ոգևորել, պետք է հստակ ի սկզբանե ասել, որ այդ փուլին, երբ որ հասանք, մենք պետք է որոշում կայացնենք։
Այս գագաթնաժողովում մենք դուրս են գալիս համագործակցության նոր մակարդակի, հատկապես նոր գործընկերության համատեքստում։ Եվրոպան պատրաստ է աջակցել ձեզ, ինչպես ապրանքների հումքի փոխադրման համար անհրաժեշտ ֆիզիկական ենթակառուցվածքների հարցում, այնպես էլ տեղական էներգետիկ արտադրության և Կասպից ծովով էներգետիկ կապերի զարգացման, ինչպես նաև ձեր թվային ոլորտը եվրոպականին ինտեգրելու հարցում հետագա աճի և զարգացման համար։ Ինչպես տեսնում եք, նախ Եվրոպայի հետ համագործակցությունը միայն այսօրվա խնդիր չէ, Հայաստանը անկախությունից հետո տարբեր ձևաչափերով, տարբեր ծրագրերով ու նախաձեռնություններով Եվրոպան աշխատել է Հայաստանի հետ, արևելյան գործընկերություն, Եվրամիություն, նոր հարևաններ եւ այլն, տարբեր ծրագրերի միջոցով, մինչև ասոցիացում, հետո թեկնածու, հետո անդամ։ Այնպես որ դա նորություն չի, նայած ով ինչ է ընտրել։ Մեզ հնարավորություն է տրվել ընտրել եվրոպական ապագա։ Մենք այդ հնարավորությունից չենք օգտվել, որովհետև այն ժամանակ, երբ որ մեզ ճղում էինք, ասում էինք Վրաստանի հետ միասին քայլեր անենք, ընտառաջ քայլեր։ Այդ ժամանակ Հայաստանում նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը, որը գույք պարտքի դիմաց մեր տնտեսությունները տալիս էր Ռուսաստանին, որ ամեն ինչ անում էր, որպեսզի մենք Ռուսաստանից կախվածությունը մեծացնենք։ Այսօր երբ որ խոսում են Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների մասին, դա գործընկերային հարաբերություն չէր, դա վասալային կախվածություն էր Ռուսաստանից, եւ Հայաստանը շատ գոհ էր, որ Ռուսաստանը Իրանից գոհ է, բայց դրանից արդյոք հայ ժողովուրդը գոհ էր։ Իսկ մենք այսօր պետք է նկատի ունենանք, որ այդքան տարի մեզ հետ գցեցին, բայց ի վերջո բարեբախտաբար նաև չեն ընդունում Թուրքիային անդամ չեն դարձնում, տեխնացու որպես պետություն անընդհատ ասում են սպասիկ ու ժամանակը կգա, բայց սկի բանակցություն էլ չեն սկսում։ Վրաստանի հետ կապված է բարդություններ առաջացել։ Մեզ համար կլինի իդեալական, որ Թուրքիայի հետ միաժամանակ դառնալ Եվրամիության անդամ կամ Թուրքիայից առաջ դառնալ, որպեսզի հետո ինքը չսկսի իր կամակորությունները եւ պայմաններ դնի մեր առաջ։ Այնպես որ դա բխում է մեր շահերից, եթե մենք կտրուկ քայլեր անենք, իսկ դա նշանակում է, որ հիմա այս ընտրություններով մեր ժողովուրդը պետք է բավական հիմա ակտիվ ձևով, ոգևորված ձևով, ակտիվ ու ագրեսիվ քայլեր անի Եվրամիության անդամակցության հետ կապված հստակ, որպեսզի դրանով նաև պարտադրել իշխանությանը ով էլ լինի, հայտը ներկայացնի Եվրամիության անդամակցության։ Կլինենք մենք, այսինքն նկատի ունեմ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, որի ցուցակի երկրորդ համարն եմ ես, կլինենք մենք, կունենանք մեծամասնություն, առաջի իսկ քայլը դիմումը կներկայացնենք Եվրամիության անդամակցության։ Դա process է, անկախ նայած տարիներ կտևի թե չէ, առաջի իսկ դիմումից սկսված քո նկատմամբ վերաբերմունքը փոխվում է, անվտանգային խնդիրներն էլ պայմանավորվում, ապրանքի արտահանման խնդիրներն էլ, ստանդարտների հետ կապված խնդիրներն էլ, ի սկզբանե քեզ տալիս են այնպիսի ժամանակացույց, որի պարագայում դու կարողանում ես քայլ առ քայլ այդ խնդիրները լուծել, քո երկիրը չի կործանվի, մինչև հասնես այդ ստանդարտի մակարդակին։ Կօգնեն հնարավորինս ամեն ինչով։ Եթե մենք չենք ունենա մեծամասնություն, այնուամենայնիվ եթե կունենանք ծանրագշիռ ներկայացվածություն, ամեն ինչ կանենք եւ կասենք՝ մի րոպե, ով է լինի իշխանություն, հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե ժողովուրդը ուզի, մենք դիմում կգրենք Եվրամիության անդամակցության, բայց ոնց դերևա որ ժողովուրդն ուզում է։ Բանի, ընտրությունների միջոցով։ Ընտրությունը հունիսին է, պետք է մտածենք հետո որոշ ժամանակ հետո հանրակրվե անենք, այն ընտրությունը հանրակրվե է, էլի։ Եթե մենք ունենանք այդ մեծամասնությունը, կասենք ժողովուրդը մեզ պարտադրում է այդ դիմումը գրել, որտեղ ի սկզբանե մենք ասել ենք, դա անելու ենք անմիջապես։ Վերջ, դա մեր պարտավորությունն է, որը մենք ձեզ խոստացել ենք։ Եթե պայմանականորեն նայենք Նիկոլ Փաշինյան ինչ-որ քանակությամբ ձայն է ստանում, բարձր մենք իրան չենք միանը բացառվում է, բայց այդ ձայներ գումարած մեր ձայները եթե 50%-ից անցնի, ու եթե մենք չլինենք մեծամասնություն ունեցողը, պետք է կանգնենք, ասենք հոп, ժողովուրդը արդեն իր ձայների հանրագումարով 50%-ից ավել մեզ պարտադրում է Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնել։ Կլինենք մենք կանենք, մենք չենք կլինի հանրագումարով թող անի այն իշխանությունը, որը կլինի։ Դա կլինի ժողովրդի պահանջը կատարելու քայլ, այլ ոչ թե օրենք ընդունել, ընդամենը աչքերին թոս փչելու համար եւ քայլ չանել։ Էլ ինչ պետք է անի Եվրոպան, որ հասկանանք, որ մեզ սպասում են։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն Հայաստանը իսկապես կատարել է իր աշխարհաքաղաքական մեծամասնության ընտրությունը հաղթահարելու այդ սահմանափակումը և դեմքով շրջվելու դեպի Եվրոպա։ Մի խոսքով մենք ցանկանում ենք մասնակցել 21-րդ դարի Հայաստանի արկածին, մի Հայաստանի, որն այլևս կախված չէ Ռուսաստանից, այլ լիովին շրջում է դեպի Եվրոպա և գտնվում է եվրոպական քաղաքական համայնքի կենտրոնում։ Հայաստանի, որն ուզում է խաղաղություն, տևական կայունություն և բարգավաճում, և նա ինքնին ստեղծում է դա շնորհիվ ընտրական գործընկերային հարաբերությունների և վստահելի դաշնակիցների, ինչպիսին Ֆրանսիան է։ Իդեպ ասեմ ձեզ, երբ որ շատ ձևով խոսք կա գնում այն մասին, որ բա Եվրոպան, որ այդքան ասում է, չի տեսնում, որ Նիկոլ Փաշինյանը նաև Ռուսաստանի հետ խաղեր է տալիս, բա ինչի է այդպես ասվում, արդյոք իրանք իսկապես չեն տիրապետում դրան։ Ես այսօր էլ Նոյան Տապանում հարցազրույցի ժամանակ այդ միտքը ասեցի, հիմա ձեզ էլ կասեմ դրա հետ կապված։ Տեսեք, Եվրոպայի համար շատ կարևոր է, որ տվյալ պետությունը պոկվի Ռուսաստանի ազդեցությունից։ Հիմա Սիրիայում տևական ժամանակ Բաշար Ասադն էր։ Ռուսաստանի զորքը այնտեղ Իրանի ազդեցության տակ։ Այդ երկիրը տապալեցին։ Ներսին գործնականում չհասցրեցին էլ անունը դնեն քաղաքացիական պատերազմ, մի քանի օրում ավարտվեց։ Բայց հոակնհայտ էր, որ այնտեղ կային նաև ահաբեկչական կառույցներ, որոնք որ ստանձնեցին այդ պատասխանատվությունը և ուղղակի տապալեցին Ասադի ռեժիմը։ Նաև Թուրքիայի աջակցությամբ ակնհայտ։ Բայց Եվրոպան ինչի ողջունեց։ Չգիտեր, որ ահաբեկիչ է Ահմեդ Աշշարան։ Իհարկե գիտեր։ Բայց ինչի ողջունեց, ասես ով ուզում է լինի, վերջապես Ռուսաստանի ազդեցությունից դուրս բերի և Իրանի ազդեցությունից դուրս բերի, մնացածը հետո ընթացքում կնայենք ոնց ենք աշխատում։ Ես չեմ ասում Նիկոլ Փաշինյանն ահաբեկիչ է, Նիկոլ Փաշինյանը այդ տրամաչափսկի չունի էլ, որը լինի։ Բայց խնդիրն ուրիշ է։ Մի զարմացեք, որ իրանք նույնիսկ եթե տեսնում են, որ իրանց շահերը համընկնում է, որ այս երկիրը ազդեցությունից դուրս գա, այլևս չեն նայում, թե նա ում հետ իշխաղեր է տվել անցյալում կամ հիմա։ Ասում են մեր համար ձեռնտու է այս պահը։ Այնպես որ դրանում համոզված եղեք, որ այս հարցում իրանք լավ էլ տեղեկացված են։ Պետք չի մտածել, որ իրանք չեն պատկերացնում։ Նիկոլ Փաշինյանն ինքն է գնում եվրոպական կառույցների ղեկավարներին, որ հիմա Հայաստանում հանդիպում է, գնում այնտեղ իրանց դաշտում ասում է Ժողովուրդ ջան, ես Պուտինի դեմ դուրս չեմ գալու, Պուտին Ռուսաստանի դեմ քայլեր չեմ անելու։ Հանկարծ այդ հարցում ին վրա հույս չդնեք։ Մակրոնը ինչ է շարունակում։ Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանն ունի եվրոպական կոչում, եվրոպական ճակատագիր, նույնն էլ հավատում եմ Վրաստանի մասով։ Այս է ինձ համար շատ հաճելի է, որ Վրաստանը այնուամենայնիվ չեն համարում կորած պետություն։ Վրաստանի հետ ծանր շատ լուրջ աշխատանք են տարել։ Վրաստանի հետ ավելի լուրջ են աշխատել, քան Հայաստանի հետ։ Վրաստանի հասարակությունն ավելի լուրջ է աշխատել, քան Հայաստանի, որովհետև չմոռանանք, որ երբ որ 91 թվականի դեկտեմբերի 8-ին Բելավեջկայա Պուշչայով Ռուսաստանը, Բելարուսը և Ուկրաինան լուծարեցին խորհրդային միությունը և 13 օր հետո Ալմաթիում մնացածը լեղապատառ գնացին, որ անպայման միանան ԱՊՀ-ին, հանկարծ խաղից դուրս չմնան, երբ որ հեռուստացույց էին իմացել, մամուլից էին իմացել, որ երկիրը փլուզվել է և միակ չէին էլ բարեհաճել տեղյակ պահել իրանց գործընկերներին։ Այդ ժամանակ Մերզբալթյան 3 հանրապետությունն ասին հաջողություն գնացին, Վրաստանը անմիջապես չմիացավ, որովհետև Վրաստանը չէր էլ ցանկանում միանար։ Վրաստանը ստիպված հետո միացավ այն հույսով, որ գոնե ԱՊՀ-ի պարագայում կարողանար հարցը լուծեր Աբխազիայի հարավային Օսիայում, թեպետ տեղի չունեցավ։ Այդ նույն Վրաստանն էր, որ դուրս եկավ հապկից։ Էդ էլ հեղափոխությունից առաջ էր։ 99 թվականին ինչ հեղափոխություն։ Երբ որ ԱՊՀ չէին մտնում, Գամսախուրդիայի ժամանակ էր, Զվիատ Գամսախուրդիայի։ 99 թվականին Շևարդնաձեի ժամանակ էր։ Նրանք հեղափոխության ժամանակ անգամ, երբ որ 2008 թվականի հունվարի 5-ին ընտրությունների ժամանակ հազիվ 50 քանի տոկոս ձայն հավաքեց Միխայիլ Սահակաշվիլին, հեղափոխության առաջնորդը, բայց 77% ձայն տվեցին ՆԱՏՕ-ին անդամակցության։ Վրաստանը շատ ավելի հասարակությունը պատրաստ էր այդ ուղղությամբ քայլեր անելու։
Եվ դրա համար Վրաստանին կորցնելը մեզ շահերից չի բխում։ Առավել ևս, որ կարող է մենք Վրաստանի հետ համահունչ այդ քայլերն անենք, Վրաստանը լինելով ծովային հարևան, ցամաքային սահմանով մինչև Հայաստան գալը շատ ավելի նպատակահարմար կլինի։ Էնպես որ երբ որ իրանք կարևորում են դա, մտածելով Հայաստանի հետ աշխատես, Վրաստանն էլ ուշ թե շուտ այդ ճանապարհ ոնց որ ժամանակին ասում ենք 2004 թվին, որ մենք պետք է Վրաստանը մեզ քաշելով տանի Եվրոպա, երբ որ Վրաստանը շեղվեց, ասում ենք մենք պետք է ակտիվ քայլեր անենք, ոչ թե հիասթափվենք ու բրթելով տանենք Վրաստանին դեպի Եվրոպա, տակից բրթելով։ Իսկ Նիկոլ Փաշինյանը վերջերս ասեց, դե քանի որ Վրաստանը արդեն ակտիվ ձևով դեպի Եվրոպա չի գնում, մենք էլ փոշմանեցինք, որ դեպի այդ կողմ քայլեր անենք։ Փոխանակ դու ակտիվ քայլերն անես, որ դրթես նրան այդ ուղղությամբ գնա։ Հարավային, հա, ինչ էր, ներողություն, հա, մեկ էստեղ մի բան է ասել, հա, Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր, Մակրոնն ասել, որոնք տարածաշրջանը դիտարկում են որպես մրցանակ, միմյանց դեմ հանելու տեղի ազգերին։ Հարավային Կովկասը կարող է վերականգնել իր կենտրոնական դիրքը Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արևելքի միջև, ասել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նաև ինչ է ասել. Ես ստանձնում եմ Փաշինյանին աջակցելու պարտավորությունը, որին վստահում եմ 8 տարի։ Օտարերկրյա գործակալների կողմից կան միջամտություններ Մոսկվայի պատվերով։ Փորձում ենք կեղծել ժողովրդավարությունը, որ Մոսկվան Հայաստանը միջամտումը դա նորություն չի, բայց ուրիշ խնդիր։ Էմանուել Մակրոնը չգիտի, որ Վլադիմիր Պուտինի հետ եւ Միխայել Միշուստինի հետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եղբայրական Ռուսաստանի ղեկավարների հետ շատ ջերմ ընկերական հարաբերություններ ունենք։ Այսինքն պետական մակարդակով Հայաստանի եթե պետական մակարդակով միջամտում են Հայաստանի ընտրություններին, ապա ինչու Նիկոլ Փաշինյանը չի ասում, որ ժողովուրդ ինչ եք անում։ Բա դու մեր գործընկերն ես, մեր դեմ ես անում։ Իսկ եթե պետական մակարդակով չի միջամտում, ինչ որ ուժեր են դա անում, պետական մակարդակով է Մակրոնը հայտարարություն անում, որ Ռուսաստանի պատվերով է կատարում։ Ռուսաստանի պատվերով ով։ Ռուսաստանի մի օլիգարխ կարող է ընդհանրենք մեկը մեկին օգնի, փող դնեն եւ այլ եւ այլ։ Մենք ուզում ենք իմանանք դա պետական մակարդակով է թե չէ։ Եթե պետական մակարդակով է, ոնց է Ռուսաստանը եղբայրական պետություն, եթե միջամտում է մեր գործերին։ Եթե պետական մակարդակով չի, ինչի ենք այսպես ներկայացնում։ Մանավանդ որ գիտենք, որ պետական մակարդակով Փաշինյանն ասում է, որ Ռուսաստանի դեմ դուրս չենք եկել, դուրս չենք գալու եւ նաեւ հիմա էլ չէ, հետո էլ։ Հարցին թե երբ է Ֆրանսիայի նախագահը խոսում է Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին, Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին արդյոք Մակրոնի ցուցաբերած աջակցությունը նույնպես օտարերկրյա միջամտություն չի համարվում։ Ֆրանսիայի նախագահը պատասխանել է. պետք է տեսնել, թե որոնք են միջամտությունները, որոնք փորձում են մանիպուլյացիայի ենթարկել ժողովրդավարական կյանքը բաց երեսով։ Ես ստանձնում եմ այս աջակցությունը, ես ստանձնում եմ Փաշինյանին աջակցելու պարտավորությունը, որին վստահում եմ 8 տարի եւ նույնը արել եմ Մայա Սանդուի դեպքում։ Մայա Սանդուն ով դիմակայում էր ոչ եվրոպական ընտրության։ Անկեղծորեն ասենք, որ եւ Ջեյդի Վենսի միջամտությունը դա արտաքին միջամտություն էր, Մակրոնի միջամտությունը նույնպես արտաքին միջամտություն է։ Մենք եթե ասում ենք արտաքին միջամտություն, պետք է անկեղծորեն ասենք հավասարապես մերժելի է բոլոր արտաքին միջամտությունները, անկախ մեր համակրանքներից ու հակակրանքներից, այլապես երկակի ստանդարտներով շարժվելու պարագայում մեզ դա լավ տեղ չի տանում, ժողովուրդ ջան, որովհետև մենք շատ կուզենանք Հայաստանը այն ինչ որ հայտարարվում է Եվրոպայի հետ աշխատել, Հայաստան պետությանն առաջարկներ անել, Հայաստանի օրվա իշխանության հետ փաստաթուղթ ստորագրել, միանշանակ ողջունելի է, բայց երբ որ անձնավորված կերպով ասել մենք կոնկրետ անձին պաշտպանում ենք, դա այլևս դուրս է գալիս այն գործընկերության սահմաններից, իսկ վաղը Մակրոնը 2027 թվականին գնալու է, ուզում ենք իմանալ հետագա գործընկերային հարաբերությունները, իսկ հաջորդ եկողը կարող է ուրիշ ծրագրեր իրականացնի եւ դա անհատականացնի, ասի դե Մակրոնի հետ էիք աշխատում, դրանից տուժելու է Հայաստանը։ Եթե անհատականացվում է, որ Տրամպը պաշտպանում է Փաշինյանին, վաղը Տրամպը նոյեմբերի ընտրություններից հետո խնդիր ունենա, մենք Տրամպի պաշտպանությունից առանձնապես չենք օգտվել, բայց կարող է վնասվենք, երբ որ Տրամպի ազդեցությունը պակասի։ Այս կարգի հարցով Մակրոնը հաստատ մեզ չօգնեց։
Իսկ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ինչա ասել. Այսօր Երևանում երկու անուղեղ ռուսաֆոբներ, որոնք գերազանց խոսում են ռուսերեն, վատ անգլերեն են խոսել իրենց թերարժեքության պատճառով։ Չնայած հնարավոր է, որ սա եղել է տեսախցիկի առջև, իսկ հետո նրանք զրուցել են իրենց ծանոթ հիանալի եւ հզոր լեզվով։ Պակասում են միայն Թրամփն ու Վենսը, որպեսզի տգետներին անգլերենով խոսելու հնարավորություն տան։ Իհարկե, այն որ Դմիտրի Մեդվեդևը անտակտ ու անդաստիրակ է, դա նորություն չի։ Բայց չմոռանանք, որ այդ անդաստիրակը Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահն ու բարձր պաշտոնյա եւ իշխող քաղաքական ուժի ղեկավարը։ Եթե ինքը կոնկրետ անուն տար, պետք է բավական կատեգորիկ կերպով նրան հակադարձեին։ Կամ այսօր էլ պետք է հարցնեն ում նկատի ունեիր։ Մի հատ անուն տուր, որտեվ եթե նա անուն տա, ապա Հայաստանի իշխանությունները պարտավոր են ընդգծված ձևով տեղը դնել, որտեվ չասեն դե լավ է ծաղրացուին ինչ պատասխանենք, նա բարձր պաշտոնյա է։ Նա որևէ բլոգեր չի, կամ որևէ մի հրապարակային գործիչ չի, կամ որևէ հեռուստաալիքով ելույթ ունեցող չի։ Նա ներկայացնում է Ռուսաստան պետությունը։ Եթե ինքը վատ ձևով կարող է արտահայտվել, ենթադրենք Զելենսկու հասցեին, ինքը կասի պատերազմի մեջ են, Ուկրաինայից էլ պակաս չեն հակադարձում Պուտինին։ Դա հասկանալի է, էլի անդաստիրակությունը լավ բան չի։ Բայց գիտենք, որ Զելենսկուն ասի, նրանք էլ նրան են ասում։ Բայց դու Հայաստանի հետ գործընկեր եք։ Պուտինի ընկերը Վլադիմիրիչի հետ կապված դու գիտեք ինչ հարաբերություններ ունի Նիկոլ Վավաևիչը։ Չէ, Վլադիմիրովիչը, միշտ հիշատակում է, որ իմանաք, որ ինքը Վլադիմիրովիչ է։ Այս պարագայում մի հատ պետք է ասել Հայաստանում անցկացված միջոցառման ժամանակ ումի նկատի ունեիր այդ երկու ինչ էր ասում անուղեղ ռուսաֆոբներ ումի նկատի ունեիր կոնկրետ անուն տուր։ Եթե անուն չի տալի ինչ ես խոսում։ Որտեվ հիմա եթե վճռականորեն դատապարտես, դե ասի ժողովուրդ ես ձեր անունը չեմ տվել։ Բայց մի հատ ասել մի հատ կոնկրետացի, հա։ Այդ ինչ ակնարկներ ես անում։ Եթե Հայաստանի իշխանություններին դուք համարում եք այդ ձևով եք ներկայացնում, մենք էլ իմանանք, իսկ Հայաստանի իշխանությունները պարտավոր են հակադարձել, որտեղ դա արդեն պետական բարձրաստիճան պաշտոնյա է։ Մինչև ասենք միջազգային իրադարձություններին, հիմա այս չափով փոքր ամփոփեմ, փաստորեն ինչ ունենք մենք։ Եվրոպա գնալու հետ կապված որևէ խոչընդոտ չունենք։ Առավել եւս ընդգծված աշխատելու են Վրաստանին դարձի բերելու ուղղությամբ։ Մենք դրան նպաստելու ենք։ Երկրորդ, անկախ նրանից Նիկոլ Փաշինյանը խաղեր տալու նպատակով Եվրոպայի հետ ինչեր կանի, այդ բազան պետք է գալու այն քաղաքական ուժին, որը հստակ գալու է եւ արդեն այդ փաթեթները պատրաստ հաջորդ քայլն է կատարելու առաջ գնալու, որտեվ երբ որ դու հայտարարություն ես անում, որ տակը ոչինչ չկա, դա բավական ժամանակ է խլում, մինչեւ դու գաս այդ փուլին հասնես։ Եթե նույնիսկ այդ ամեն ինչը Նիկոլ Փաշինյանն անում է ժողովրդի աչքին թոզ փչելու, ժողովուրդն է գիտակից մարդիկ են, թող ասեն արեցիր Շնորհակալություն, մենք կընտրենք այն ուժին, որը կգա եւ այդտեղից կշարունակի, մեկը դու դա չես անելու։ Այնպես որ համարենք, որ այս ամեն ինչը ինչ որ մեր շուրջ տեղի ունեցավ, այն պեսիմիստների համար հրաշալի հնարավորություն է նրանց տեղը դնելու եւ ասելու տեսակ հիմա ինչա կատարվում։ Չեք հավատում Փաշինյանը կանի, մենք էլ չենք հավատում Փաշինյանը կանի։ Եթե հավատայինք, բայց ինչով ենք զբաղված։ Դրա համար ասեմ ու նորանցնեմ մյուս թեմաներին։ Եթե հավանում եք, սեղ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, մաքսիմալ տարածեք մեր նյութերը, տեսնում եք, ասենք ինչ լայնածավալ աշխատանքներ են կազմակերպում, որ կարողանանք լսելի դարձնենք մեր խոսքը հանրության համար, ինչքան էլ մարզային այցելությունների գնանք, ինչքան էլ քայլեր անենք, միևնույն է դուք տեսնում եք ինչ ակտիվ ու ագրեսիվ քարոզչություն են տանում իշխանությունը իր վարչական ու ֆինանսական ռեսուրսով եւ ռուսամետ ընդդիմությունը։ Եվ այս պարագայում եթե ցանկություն կունենաք ալիքին աջակցել, դրա համար կարող եք նյութի նկարագրական մասում կա հնարավոր բոլոր տարբերակները՝ բանկային փոխանցում, քարտային փոխանցում, արագ փոխանցում, իդրամի տարբերակ,
PayPal, Patreon բոլոր տարբերակները։ Բացի դրանից ամենակարևորը, որ շատ ավելի կարևոր է, հավատացնում եմ ձեզ, որ նաև կապ հաստատեք Գուրգեն Սիմոնյանի գրասենյակի հետ, Հայաստանի Շնորհապետական Կուսակցության նախագահ եւ կազմակերպական հարցերով կարող եք օգտակար լինել, հազար ու մի խնդիրներ է առաջանում եւ նաև ֆինանսական առումով կարող եք օգտակար լինել։ Այսօր ես հանդիպեցի, որ նաև հայտարարություն կար Գուրգեն Սիմոնյանի անունից եւ տվյալներ էր գրած, նրանք ովքեր ցանկություն կունենան աջակցել Կուսակցությանը հիմնադրամին նախընտրական, որ արդեն պետք է ասցի կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահանջներով, որ այդ ամեն ինչը կա, դուք պատկերացրեք, որ դա շատ օգտակար, շատ կարևոր է, որովհետև ի վերջո այն ինչ որ մենք անում ենք մեր ծրագիրը կյանքի կոչելու, որևէ մեկի պատվերը դա լինել չի կարող, եւ դա լինելու է ձեր ծրագիրը, որը մենք ի սկզբանե ձեզ ներկայացրել ենք, եւ դա լինելու է ձեր երեխաների ապագայի ծրագիրը։ Հստակ նաեւ ուզում եմ ասել, որ պատկերացնեք, որ տեսեք, կուսակցությունը իր համագումարով ընդգծված ասել է, որ մենք չենք միանալու ոչ իշխանությանը, ոչ ռուսամետ ընդդիմությանը, ոչ էլ նրանց արբանյակներին։ Եթե կանցնի այնպիսի ուժ, որ իսկապես կմտածենք մաքուր ուժ է, որ կարելի է նրա հետ միանել, այդ ուրիշ խնդիր է։ Բայց այս մասը ընդգծված համագումարով փակված թեմա է։ Եվ կուսակցության թիմակիցները դրանք նվիրյալներ են, որոնք Գուրգեն Սիմոնյանի հետ ճանապարհ են անցել կուսակցության հիմնադրման պահից։ Այսինքն այդ որոշումը, որ միասնական որոշում է կայացվելու եւ բոլորով այդ ճանապարհով են գնալու, այդ որոշումը ակնհայտ է։ Ես եմ զուտ միացել իմ պարագայում էլ առաջինը իմ նախաձեռնությամբ ասել եմ, մենք ուշագիր ենք ստորագրում, որ կայացնելու ենք միասնական որոշում։ Վերջ։ Եթե ես միասնական որոշումից շեղվեմ, իմ նախաձեռնությամբ մանդատը վայր կդնեմ։ Ինձ պետք չի այդ մանդատը, որով գնամ առանձին ընդեղ ելույթ ունենամ։ Եթե մենք գնացել ենք ծրագիր իրականացնենք, ու այդ ծրագիրը իրականացնելու ճանապարհին չենք անելու, ես ընդեղ ինչ եմ անում, ժողովուրդ ջան։ Այսինքն ձեր ձայները վերցնում եմ ու գնում եմ նենց առանձին ինձ համար ելույթներ եմ ունը։ Գնում ենք ձայնը, ես իմ ելույթը ինչ է, այդ շատ պատգամավորներ կան, որ ինձանից ավելի հայտնի են։ Մանդատը ինձ պետք է հայտնի լինելու համար, մանդատը ինձ պետք է գործ անելու համար։ Դրա համար ուզում եմ ասել, մենք դա հստակ պայմանավորվել ենք եւ ձեզ ներկայացրել ենք, ժողովուրդ ջան, չի լինելու այդտեղ որևէ շեղում։ Ով ձեզ ասում է, վայ գիտեք սան ծառայեմ, նրան են ծառայեմ, մի անուն ինձ են ասում, այս ինչի ծրագիրն է անում։ Մի հատ էլ Գուրգեն Սիմոնյանին են ասում, առանց մտածելու, որ մենք նույն ծրագիրն ենք անում, առանձին ոչինչ չի լինելու միասին։ Մենք միասին ենք անելու։ Բացի դրանից էլ մեկ էլ որ ասում են ինչու չեք միանում ուրիշ ուժի, չեմ հասկանում ինչու չեք միանում, նորաստեղծ կուսակցություն եք ու ուզում եք դուք եկներ մասնակցել, բա կուսակցությունը պետք է ընտրության մասնակցի, բա ինչ անի։ Կուսակցությունն է միակ հանրային միավորը, հասարակական միավորում, որը պետք է ընտրության մասնակցությամբ իր ծրագրերը կյանքի կոչի։ Բա ուրիշ չկա։ Բա կուսակցության գործի անուն ինչ է, որ կուսակցություն ստեղծես, ընտրությանը չմասնակցես։ Նորաստեղծ կուսակցությունը, այ ուրիշները գիտեք ում նկատի ունեն, մեզանի Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունից ավելի ուշ ստեղծված Սամվել Կարապետյանի կուսակցությունը, վայ ինչ անհարմար բան ստացվեց։ Հա, փաստորեն Գուրգեն Սիմոնյանի կուսակցությունը պետք է գուշակեր, որ իրանից մի տարի հետո կարող է Սամվել Կարապետյանին բռնել ինքը կուսակցություն ստեղծի։ Մտածեր դե պետք է ժողովրդի ձայները չփոշիացնենք, էլի ինչ իմաստ ունի մասնակցենք։ Ժորժ ջան, այդ մանկապարտեզի տարիքից պետք է ուղղակի վաղուց դուսեկացել լինեն մարդիկ, ովքեր համարում են, որ նոր կուսակցությունը ինչու նոր կուսակցություն, բայց լեղապատար ցանկանում են գնալ միանալ ավելի նոր կուսակցությանը, որտեղ տարբերությունը մեկն է, ուղղակի այնտեղ փող են բաժանում։ Եվ պետք չի զուտ բաներից խոսել, թե ինչի համար եք որոշել միանալ։ Փողի ժողովուրդ ջան։ Դրա համար Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարի վրա ոսկեղենիկ հայերենով գրած է In God we trust։ Այսինքն ասում ենք ապավինում, հավատում, նայած տարբեր ձևով վստահում եւ այլ եւ այլ։ Մերոնք որ շատ հավատացյալ են, իրանք միանգամից հավատում են դոլարին, դոլարի վրա գրած Աստծուն էլ ապավինում, ժողովուրդ ջան։ Հասկացել ենք, ժողովուրդ ջան, դուք դոլարը վերցնում եք հավատալով Աստծուն։ Լրիվ ձեզ հավատում ենք, ախպեր, շատ հավատացյալ եք, ախր։ Դրա համար առավոտից իրիկ ու կրոնական ճառերու ելույթներ եք անում։ Չէ, ժողովուրդ ջան, գնացեք վճռական ձևով ընտրեք Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունը եւ կտեսնեք ձեր ձայներին տեր կանգնելը ինչպես է լինում։ Արագ մի երկու բան հասցնեմ ասեմ։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի Հորմուզի իրադարձությունները հստակեցնում են, որ քաղաքական ճգնաժամի համար չկա ռազմական լուծում, քանի որ բանակցությունները առաջընթաց են գրանցում Պակիստանի շնորհակալ ջանքերով։ ԱՄՆ պետք է զգուշանա չարակամների կողմից նորից ճահճի մեջ քաշվելու, նույնը պետք է անի նաև Արաբական Միացյալ Էմիրությունները։ Ազատություն նախագիծը փակուղի նախագիծ է։ Այս էլ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունն է, ազատության նախագիծը, որը իսկապես դեռ որևէ ձևով չեն էլ հստակեցնում ինչին է վերաբերվում։ ԱՄՆ-ը սկսել է իր զորքերը Գերմանիայի հարավում գտնվող բազայից դուրս բերելու նախապատրաստական աշխատանքները։ Դրա մեջ ինչքան էլ հայտարարել են ինչ-որ խնդիրներ, կատաստրոֆիկ ոչ մի բան չկա, ինչքան էլ Գերմանիան իր ծավալները ռազմական առումով մեծացնի, այնքան մեր օգուտն է, այնպես որովհետև որևէ խնդիր չեմ տեսնում, անկախ նայից ով ինչ կասի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը կջնջվի երկրի երեսից, եթե նրա ուժերը հարձակվեն ազատություն նախագծին իրականացնող ամերիկյան նավերի վրա։ Չել հստակեցել, թե ի վերջո այդ ազատություն նախագիծը կոնկրետ ինչի մասին է խոսքը, բայց արդեն նորից սպառնում է։ Թրամփը նշել է, որ իր կարծիքով Իրանը դարձել է շատ ավելի զիջող խաղաղ բանակցություններում։ ԱՄՆ նախագահը ընդգծել է նաև, որ տարածաշրջանում ամերիկյան ռազմական ուժի ավելացումը շարունակվում է։ Իդեպ ինչի ասա մեզ համար Իրանը շատ կարևոր, բացի այն, որ մեր հարևանն է, մենք նկատի ունենանք, որ Իրանը խնդիրներ կարող է մեզ համար առաջացնի մեր լավ ծրագրերի համար։ Բացի այն, որ Սյունիքում չենք կարող անհամատեղելին համատեղել Իրանի եւ Ամերիկայի հետ համագործակցությունը, այնուամենայնիվ մենք խոսում ենք խաղաղության խաչմերուկի մասին, իսկ խաչմերուկի մի սլակը դեպի Իրան է տանում։ Եվ մենք տեսնում ենք Իրանը ինչ ակտիվ ձևով, ինչ վճռական ձևով արաբական երկրներին սպառնում է ու նաև հարվածներ է հասցնում, այս ընթացքում նոր հարվածներ է հասցրել։ Եվ ասում է, որ իմացեք, Ամերիկային օգնեցիք, դուք հարված եք ստանալու։ Հանկարծ չմտածեք, որ խուսափելու եք, իսկ մենք էլ ենք հարևան։ Մենք ուզում ենք հաստատ իմանալ, որ մենք Ամերիկային ռազմական առումով չենք օգնի, որ ներքաշվենք այդ խնդիրների մեջ։ Բացարձակ դա մեզ պետք չի, բայց պետք է կարողանանք մերժենք։ Իսկ որպեսզի կարողանանք Ամերիկային գոնե մերժենք, պետք է կարողանանք Եվրոպայի ուղղությամբ ընդգծված քայլեր անենք, որտեղ Եվրոպան կարողանում է Ամերիկայի հետ հարաբերություններում պաշտպանի իր շահերը, տեսել ենք Ուկրաինայի հետ կապված հարցում, եթե Եվրոպան պինդ դիրք չբռներ, Դոնալդ Թրամփը ոնց կվարվեր Ուկրաինայի հետ։ Այսինքն, եթե մենք ուզում ենք հասկանալ, որ մեզ համար վտանգավոր ժամանակ կարող է Դոնալդ Թրամփը մեզ ինչ-որ բան առաջարկի, չկարողանանք մերժել, Դոնալդ Թրամփին պետք է ուղղակի ասեն, այս երկիրը մի ներքաշի դրա մեջ։ Մակրոնի ասածը հիշենք, որ աշխարհաքաղաքական ուժեղների խաղերի մեջ Հայաստանը չներքաշվի։ Բայց մենք կարող է բառը սիրուն ահանջում, բայց ո՞նց անենք, որ չներքաշվենք։ ԱՄՆ նախագահը ընդգծել է նաև, որ տարածաշրջանում ամերիկյան ռազմական ուժի ավելացումը շարունակվում է։ Մենք ունենք ավելի շատ զենք եւ շատ ավելի բարձր որակի զինամթերք, քան նախկինում էր։ Մենք ունենք լավագույն սարքավորումները, մենք սարքավորումներ ունենք ամբողջ աշխարհում։ Մենք բազաներ ունենք ամբողջ աշխարհում, դրանք բոլորը համալրված են տեխնիկայով։ Մենք կարող ենք օգտագործել այդ ամենը եւ մենք դա կանենք, եթե դրա կարիքն ունենանք, հավելել է Թրամփը։ Ինչպես տեսնում եք, այսինքն Դոնալդ Թրամփը մտածում է, որ կարող է այս պատերազմը նորից շարունակվի, այս զինադադարը նույնիսկ կոնկրետ չի ասում ինչքան է տևելու, կարող է դա շարունակվի, իսկ դա նշանակում է, որ մեզ համար այնուամենայնիվ անհանգստությունները չեն փարատվում, մի ճանապարհ կա։ Այդ ճանապարհը մեզ եկել են մեր աչքի առաջ, մեր դաշտում ցույց են տվել։ Մի ճանապարհ կա, որպեսզի եւ տնտեսական եւ անվտանգային հարցերը կարողանանք լուծենք։ Դե ինչ, այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։